Աղոտ կանենք սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը շատ տեղեր ասում է, աղոթեք, մի ձանձրացեք, ամեն ժամանակ արթուն զարթուն եղեք, աղոթ քարեք։ Արթուն զարթուն նշանակում է ներաշխարհովդ, սրտովդ, հոգովդ արթուն զարթուն եղիր։ Երբ որ ամեն անգամ անդադար դու աղոթքի մեջ ես մնում, քո ներսդ միշտ արթուն զարթուն է եւ Տիրոջից վերցնելու եւ թշնամուն հակառակվելու։ Այսինքն սաղավարտն ես ունենում քո գլխի վրա, որ քո մտքերը պահում է ամեն չարի հարձակումներից, քանի որ քո մտքերի մեջ է տեղի ունենում հակառակություններ, պատերազմներ։ Եթե քո մտքում դու հաղթես, դու քո կյանքով հաղթող կլինես։ Դրա համար ունեցիր սաղավարտը գլուխդ, մտքերդ պահած եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, եւ հավատքիդ վահանը, որ կարողանաս չարի կրակոտ նետերը հանգցնես։ Փառք ես Տեր, գոհություն քեզ Սուրբ Աստված, շնորհակալ ենք սիրելի Հայր, փառք ես ողորմած Աստված, շնորհակալ ենք Սուրբ Հիսուս քո տապած Սուրբ այրան համար Տեր ջան, խնդրում ենք Հիսուս ջան, ներա մեր ամեն մեղքը, սխալը, հանցանքը, անօրությունը Տեր, զղջում ենք ապրում եւ դարձ եւ ապաշխարություն ենք փապակում Սուրբ Հիսուս, քո առաջն ենք եկել Տեր ջան, եւ աղոթք եմ անում Հիսուս ջան, քոնով ամեն մեկի համար Տեր, ով որ տեսնում է, լսում է, թող քո Սուրբ ոգու ներկայությունը, թող քո զորությունը, թող քո փառքը հանգչի իր վրա Տեր, խնդրում եմ, թող Սուրբ ոգովդ բժշկարար զորությունը կա ու բժշկա ամեն հիվանդի, ամեն կարիքավորի Հիսուս ջան, ով որ կարիքի մեջ է, ով որ բժշկության կարիք ունի, դու գիտես Հիսուս, թող սրտանց աղաղակեն, ջերմերանք աղոթ կանեն, ապավինելու հավատանք ես եւ իրանց հավատքի համաձայն լինի իրանց բժշկությունը Հիսուս։ Խնդրում եմ Տեր ջան, թող քո անունը Հիսուս, որ վերա երկնքում եւ երկրի վրա բժշկություն կատարա ամեն հիվանդի կյանքի մեջ։ Տեր, ամեն տկարացած թող զորություն հագնե, ամեն չսիրված թող հասկանա, որ Տերը սիրում է քեզ, ամեն ատված, մերժվածը թող հասկանա, որ ինքը Տիրոջ համար շատ կարևոր է, շատ արժեքավոր է եւ Տիրոջ արյան արժեքն ունի։ Փառք է Սուրբ Աստված, օրհնիր ամեն մեկին, օրհնիր ամեն մեկի տունը, ամեն մեկի երեխան, ամեն մեկի հայրենիքը, մեր պետությունը, մեր հայ ժողովուրդը Տեր ջան, պահիր, պահպանիր ու ողորմիր քո Սուրբ հրեշտակներով Հիսուս։